Ուզում եմ իրար հետ բացենք Գործք առաքելոց առաջի գլուխ 8-րդ խոսքը։ Բոլորիս կողմից շատ քաջածանոթ մի տեղ է, որտեղ ասում է Տեր Հիսուսը, բայց դուք զորություն կառնեք։ Դուք զորություն կառնեք։ Եվ մեզանից յուրաքանչյուրս փափագում ենք զորություն առնել, ամեն։ Փափագում ենք ուժ ունենալ, աստվածային ուժը ու զորությունը, հոգնում ենք երբեմն ասում ենք Տեր ուժ տուր, էլ չեմ կարողանում այս ճանապարհով անցնել։ Զորություն տուր վերականգնվելու։ Եվ անգամ շատ մարդիկ իրանք իսկապես փնտրում են այս գերբնականն ու զորությունները, որովհետև սրանք ավելի երևացող բաներ են։ Պատկերացրեք, մի մարդ իմանանք, ով որ գերբնական ուժ ունի, ես մարդու մասին ամբողջ աշխարհը կթնդա, ամբողջ ինտերնետով մեկ կթնդա, որ այս մարդը ուժ ու զորություն ունի։ Բայց այս ուժն ու զորությունը չի խոսում միայն այդ գերբնական զորության մասին, որ կգնանք ու հրաշքներ կանենք, դևերին կհանենք, մարդկանց կբժշկենք, մեռելների հարություն կտանք։ Տեսեք, այս զորությունը ինչի մասին է ասում։ Դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին կգա ձեզ վրա եւ իմ վկաները կլինեք։ Սա Տիրոջ վկան լինելու զորության մասին է խոսում, սիրելիներ։ Երբ որ մենք այդ զորությունը կառնենք եւ այս երկրի վրա կքայլենք, այնպես կարծես թե Հիսուսն է քայլում այս երկրի վրա։ Ամեն։ Մեր մեջ Հիսուսին կտեսնեն։ Մեր խոսքերի մեջ Հիսուսին կտեսնեն։ Մեր վարքի մեջ Հիսուսին կտեսնեն։ Մեր հագնվածքի մեջ Հիսուսին կտեսնեն։ Ինչ է վկայում այսօր մեր կյանքը։ Ինչի համար ենք խնդրում աստվածային զորությունը։ Ցավոք սրտի ավետարան նկարագրում է Մատթեոս 7-րդ գլխում մարդկանց մի տեսակի մասին, ում մասին Տեր Հիսուսը ասում է վերջին օրերում կգան ու կասեն Տեր, Տեր, քո անունով հրաշքներ արեցինք, զորություններ արեցինք։ Բայց կասեմ ես ձեզ չեմ ճանաչում։ Որն է ավելի կարևոր։ Արդյոք այդ զորությունները գործելը թե Քրիստոսի աստվածային կյանքը մեր սրտի մեջ ունենալը, թե այդ աստվածային կյանքը, որ մեր մեջ սկսի շարժվել, մեր գործի, մեր խոսքի, մեր վարքի, ամեն ինչի մեջ, արդյոք մարդիկ հպվում են դրան, թե ոչ։ Գիտես, դու կարաս անգամ լռության մեջ, բայց Տիրոջ կյանքը փոխանցես։ Ամեն։ Դու կարաս միջավայրի մեջ լինես ու միջավայրը փոխվի, մթնոլորտը փոխվի։ Մարդիկ դադարեցնեն իրենց զրույցները։ Եղբայրների տում հետ է եղել, երբ որ մի միջավայրում ես եղել, քո ներկայությամբ չեն ուզեցել հայոյեն։ Որտեվ ասել են հոգևոր մարդ։ Ինչ են մեր ներկայության ժամանակ մարդիկ անում։ Ինչքան են իրանց լավ զգում։ Ես հիշում եմ, երբ որ բանակում ծառայում էի, գրեթե բոլորին Աստված շնորհ էր տվել, որ ավետարանը խոսամ, ու այդպիսի մեծ արթնությունից, հաջողությունից հետո մեկ օր իմանամ, որ տղաները հավաքվել են գիշերով իրար հետ հոգի են կանչում, որովհետև այդ ժամանակ տենց բանակում անանց սովորույթ կա դրա։ Շատ տրտմեցի, շատ նեղվեցի, ես էլ նարյադ էի հայերեն ասած։ Ու այդ նարյադի ժամանակ իմացա ընկերոջս ասեցի գնա քո համար քնի, ես ուզում եմ մնալ մենակ։ 2 ժամ նեղված սրտով աղոթում էի լեզուներով, այստեղ էի գնում, այն կողմ էի գնում, 2 ժամ պատերազմում էի։ Հաջորդ օրը տղաներից մեկը եկավ զղջումով ինձ ասեց գիտես սենց բան եմ արել։ Ինչ պետք է անեմ, դե ասեցի պետք է ապաշխարես։ Ասես բայց գիտես մի բան ասեմ։ Երբ որ մենք փորձում ենք հոգի կանչել, նախկինում մեզ մոտ ստացվում էր։ Այս անգամ չէր ստացում։ Ու տղաներից մեկը ասեց հաստատ վաղոն էստեղ մի տեղ է։ Գիտեք, հարցը վաղոն չի, հարցը այդ աստվածային ներկայությունը։ Երբ որ մենք այս ներկայությունը կրում ենք սիրելիներ, երբ որ այս վկայությունը, այս կյանքի վկայությունը մեր մեջ կա, սա շատ կարևոր է։ Եվ մենք չենք կարող Տիրոջ վկան լինել, եթե նրան չենք ճանաչում, սիրելիներ։ Եթե չստանանք նրա զորությունը, եթե նրան չճանաչենք, Տիրոջ խոսքը Սաղմոս 2-ն ասում է, եւ քեզ կհուսան քո անունը ճանաչողները։ Դանիել մարգարության մեջ ասում է, եւ իրենց Աստծուն ճանաչող ժողովուրդը կզորանա եւ կգործի։ Որտեղից է գալիս այս զորությունը։ Որտեղից է գալիս այս կյանքի վկայությունը։ Սա գալիս է միմիայն աստվածային ճանաչողության արդյունքում։ Ամեն։ Մենք կարող ենք ինչ-որ մեկի մասին պատմել, եթե նրա հետ
հաղորդակցություն չունենք, հարաբերություն չունենք։ Այո, կարող ենք նրա մասին խոսել ինչ որ երևացող բաներով, քանի որ ինտերնետով կամ ինչ-որ մարդկանցից լսել ենք, բայց դրանք կարող են լրիվ այլ պատկեր լինել, որտեղ մարդիկ սովորաբար ինտերնետում ու այլ ձևերով իրենց լավ կողմերն են միայն ներկայացնում, ճիշտ է։ Բայց երբ որ դու մարդու հետ հաղորդակցություն ու շփում ես ունենում, դու հասկանում ես, թե ինքը ով է։ Եվ մենք չենք կարող այս վկայությունը, այս կյանքի վկայությունը ունենալ, եթե Տիրոջ հետ հաղորդակցություն չունենանք։ Իսկ այդ վկայությունը գալիս է միայն նրա այդ հաղորդակցության արդյունքում։ Զորություն կառնեք, եւ այն ժամանակ, երբ որ զորություն կառնեք, իմ վկաները կլինեք։ Ինչի մասին էին վկայում առաքյալները։ Նրանք վկայում էին, որ Հիսուս Քրիստոսը մահացել է, բայց նա մահացած չի մնացել։ Երրորդ օրը նա հարություն է առել։ Ամեն։ Մենք սրա մասին պիտի վկայենք, սիրելիներ։ Որտեվ շատ մեծամեծներ եկան այս աշխարհ, ովքեր որ աշխարհը փորձեցին զավթել, բայց այդպես էլ մահացան ու գնացին, բայց մենք գիտենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերեզմանը դատարկ է։ Նա հարություն է առել, եւ հրեշտակը հենց այս ավետումն էր տալիս։ Ու առաքյալները այս երկրի վրա գործելով մի բան էին վկայում. Հիսուսը մահացել է, բայց երրորդ օրը հարություն է առել։ Հենց սա պիտի մեր սրտերը վառի, հենց սա պիտի մեր սրտերը ոգևորի պատմել ու վկայել Հիսուս Քրիստոսի հարության մասին, ամեն, փառք Տիրոջը։ Գիտեք, ես ուզում եմ մի կարևոր բան ասել։ Մենք ոչ միայն պետք է առողջ ուսմունք պահենք, այլ պետք է պահենք հենց կյանքը, աստվածային կյանքը։ Մենք կարող ենք վարդապետություն շատ լավ իմանալ, Աստվածաշունչը շատ անգիր իմանալ, սիրելիներ, բայց այդ աստվածային կյանքը մեր մեջ չլինի։ Մարդիկ կան, ովքեր Աստվածաշունչը անգիր գիտեն, բայց ով որ ներշնչել է այդ խոսքը, որ գրվի, նրա այդ հաղորդակցություն չունեն։ Արդյոք ես նրա հետ կյանքի հետ հաղորդակից եմ լինում, թե չէ։ Արդյոք ես նրանից սնվում եմ, թե չէ։ Արդյոք այդ կյանքը ես նրանից վերցնում եմ, թե չէ։ Միայն ուսմունք պահելը բավարար չէ։ Պետք է կյանք ունենանք։ Աստվածային կյանք։ Ավելին եմ ուզում ասել։ Բարեպաշտ կյանք ապրելը բավարար չէ։ Ինչքան բարերարներ կան, որ բարիքներ են անում, մարդկանց տներ են տալիս, չգիտեմ ինչեր են կառուցում, եկեղեցիներ են կառուցում, սովածներին կերակրում են, ինչի համար։ Միայն այս բարեպաշտ կյանքը ունենալը սերներ բավարար չի, մեզ համար անհրաժեշտ է կյանքի հետ հաղորդակցություն ունենալը, աստվածային կյանք ունենալը։ Միայն ուսմունքը պահելը բավարար չի, միայն եկեղեցի գալը բավարար չի։ Մենք կարող ենք եկեղեցի գալ, որովհետև սովորույթ է դառել, որովհետև ծնողներս այդպես դաստիարակել են, որովհետև այնտեղ ինձ լավ եմ զգում։ Միայն եկեղեցի գնալը բավարար չի, մեզ անհրաժեշտ է աստվածային կյանքի հետ հաղորդակից լինել։ Եթե համաձայն ես ինձ հետ ասա ամեն։ Եկեղեցական կյանքով ապրելը բավարար չի։ Մեզ անհրաժեշտ է աստվածային կյանքի հետ հաղորդակցություն ունենալ, այս կյանքի վկայությունը մեր մեջ ունենալ, սիրելիներ, այս կյանքի վկայությունը, որտեղ այդ կյանքն է, որ կյանք է ծնում։ Ամեն։ Այդ կյանքն է, որ կյանք է փոխանցում։ Ու այդ կյանքից դու տեսնում ես, որ մարդիկ քեզ հետ շփվելով այս կյանքի հետ հաղորդակից են լինում։ Իրանք էլ են ուզում ճանաչել քո Տիրոջը։ Իրանք էլ են ուզում, որ Տիրոջ մոտ գնան, ինչի, որտեղ կյանք կա մեր մեջ։ Եվ այս կյանքը միայն գալիս է կյանքի հետ հաղորդակցության արդյունքում։ Ամեն։ Եվ սա շատ կարևոր է։ Բայց ես ուզում եմ մի կարևոր բան ասել, սիրելիներ։ Այս կյանքը ունենալու համար շատ կարևոր մի բան կա, որտեղ ենք մենք գտնվում։ Որտեղ ենք գտնվում։ Թե ֆիզիկապես, թե հոգևոր առումով։ Որտեղ ենք մենք մեր հանգստությունը գտնում։ Որտեղ։ Չի ասում է բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ինչքան լավ բան է, չի հանգստանալ նրա շուքի տակ։ Բայց կարևոր խոսքեր է սկզբում ասում։ Ով որ բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ, նա կարող է հանգստությունը գտնել։ Ով որ բնակվում է բարձրյալի ծածկոցի տակ, որտեղ ենք ես ու դու գտնվում։ Մեկ անգամ Դավիթ թագավորը ինքը որոշեց, որ այսօր պատերազմի չեմ գնա։ Բավարար է ինչքան գնացել եմ, ամբողջ կյանքս պատերազմել եմ,
Տեր դե դու տեսել ես 5 օր է կոնֆերանսի եմ գնում, ծոմերի աղոթքների մեջ, այսքան ծառայել եմ, հերիք է մի քիչ պարկեմ ու հանգստանամ։ Դավիթ թագավորն էլ այդպես որոշեց։ Մնամ տանը ու հանգստանամ։ Ինձ հետաքրքիր է իմ կարծիքով այդ կինը նոր չէր, որ եկել էր այդտեղ ապրելու։ Ուղղակի Դավիթ թագավորը մինչ այդ նրան չէր նկատում։ Ինչու՞։ Որտեվ Դավիթ թագավորը այնտեղ էր, որտեղ որ ինքը պիտի լիներ, ինքը պատերազմի դաշտում էր լինում։ Բայց մեկ անգամ որոշեց չպատերազմել ու տեսավ բաներ, որ չպիտի տեսներ։ Ծանոթ բան եմ, չէ՞ ասում։ Իմ հետ էլ է այդպես եղել։ Մեկ օր ասում ես, դե բավարար է, ինչքան այսքան անում եմ, այսքան։ Մեկը տեսնում ես բաներ, որ չպիտի տեսնես, անում ես բաներ, որ չպիտի անես։ Ու Դավիթ թագավորը հենց այդպես էլ վարվեց։ Մենք գիտենք արդյունքում նա ինչ եղավ։ Նա նկատեց Բերսաբեին եւ նրա այդ շնության մեղքի մեջ ընկավ։ Որտեղ է Աստված ուզում այսօր ինձ ու քեզ տեսնել, սիրներ։ Սա կարևոր հարց է, որ ուզում եմ ամեն մեկիս ասեմ։ Ինչքան տեղերում ենք լինում, որ Աստված չի ցանկանում, որ մենք լինենք այդ տեղերում։ Ինչքան զրույցների ենք մասնակցում, որ Աստված չի ցանկանում, որ մենք այդ զրույցներին մասնակցենք։ Ինչքան բաներ կա, որ տեսնում կամ լսում ենք, որ Աստված չի ցանկանում, որ մենք դրանք անենք։ Որտեղ է մեր ոտքերը ավելի շտապում, որտեղ ենք մեր հանգստությունը գտնում։ Սամսոնը իր հանգստությունը գտավ Դալիլայի գրկում։ Եվ արդյունքում մենք գիտենք նա կուրացավ, նա իր երկու աչքը կորցրեց, իր տեսողությունը կորցրեց։ Եվ ուզում եմ կարևորագույն բաներից մեկը, որ ասեմ, որ մեզ տանում է այս վիճակին, դա անհոգությունն է, սիրելիներ։ Երբ որ մենք անհոգությամբ ենք վարվում նրա հանդեպ, ինչ որ Աստված մեզ տվել է, եւ որ մենք անհոգությամբ ենք վարվում այն հոգեվոր կյանքի ընթացքին, որ Աստված մեզ սպասում է մեզանից ու կանչում է մեզ։ Եվ երբ որ Սամսոնը ինքը անհոգությամբ վարվեց այն ամենին, ինչ որ Աստված իրեն տվել է, դե մեկ այդ զորությունը գործում է իմ կյանքի մեջ։ Դե մեկ առյուծը դեմս դուրս կգա կպատրեմ։ Փորձեցի մի անգամ, փորձեցի ոնց որ թե ստացվեց։ Դե ռոցությունը չի գնացել։ Կգնամ փղշտացիներից, չգիտեմ, քանի մարդու սպանեց, նրանց շորերը բերեց տվեց։ Կանե մեկ այդ զորությունը գործում է։ Եվ անօգությամբ սկսում ենք վարվել այն ամենի հանդեպ, ինչ որ Աստված մեզ տվել է ու մեր մեջ դրել է։ Բայց այսօր ուզում եմ հարց տալ, որտեղ ենք ես ու դու գտնվում։ Որտեղ ենք մենք մեր հանգստությունը գտնում։ Սաղմոս առաջինը 1-2-ը լավ խոսքեր ասում, առաջի գլուխ 1-2-ը։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Երանելի է այդ մարդը։ Ինչքան ենք չէ ուզում այդ երանելիների մեջ մենք լինենք։ Ինչքան ենք ուզում այդ երջանիկ մարդկանցից մեկը լինել։ Այսօր բոլորը փնտրում են երջանկություն։ Տիրոջ խոսքը ասում է երանի քեզ, եթե դու ամբարիշտների խորհրդի մեջ չես գնում։ Եթե այս միջավայրը քեզ չի ձգում, երանի քեզ։ Երանի քեզ, եթե այդտեղ դու քեզ լավ չես զգում եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում։ Լինում է չէ դեպքեր, երբ որ անգամ ինչ որ միջավայրի մեջ գտնում ես, միգուցե խոսքով կամ արարքով մեղքել չես գործել։ Բայց այդ միջավայրից դուրս ես գալիս ու քեզ թվում է, թե դու կեղտոտված ես։ Որովհետև մթնոլորտը լավ մթնոլորտ չի։ Այդտեղ գտնվելը կարծես թե ինձ ու քեզ հակացուցված է։ Բաներ կա նախկինում մենք արել ենք ու սա նորմալ է եղել, բայց այժմ մենք հասկանում ենք, որ Աստված չի ուզում, որ մենք դա անենք։ Այժմ հասկանում ենք, որ Աստված չի ուզում, որ մենք այդտեղ գտնվենք։ Այժմ հասկանում ենք, որ Աստված չի ուզում, որ մենք այս բաները ասենք։ Սերներ, մենք ուզում ենք Աստվածային զորությունը, բայց կարևոր պայմաններ կա։ Որտեղ եմ ես գտնվում։ Ծաղր անողների աթոռի վրա չի նստում, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է եւ ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում։ Թող սա մեր փափագը լինի։ Եվ ուզում եմ մի անգամից անցնել Եզեկիել 22-րդ գլուխ 30-րդ խոսքը։ Եզեկիել 22:30։ Տիրոջ խոսքը եղավ Եզեկիել մարգարեին եւ ասեց. «Եվ ես նրանցից մարդ որոնեցի,
պարիսպը շինող եւ խրամատության առաջին կանգնող իմ դիմաց երկրի վրա, որ նրան չափականեմ, բայց չգտա։ Հետաքրքիր է, Աստված ասում է, ես մարդ որոնեցի։ Երբեմն մեզ թվում է, թե մենք ենք միայն Աստծուն որոնում ու փնտրում, բայց հետաքրքիր է, որ Աստված մարդ է փնտրում։ Աստված տղամարդիկ ու կանայք է փնտրում, ովքեր իր կանչին կարձագանքեն։ Ես մարդ փնտրեցի։ Ես ուզում եմ քեզ ասել, Աստված փնտրում է սիրելիներ։ Աստված քեզ է փնտրում, Աստված ինձ է փնտրում, որտեղ նա բան ունի մեր միջոցով անելու սիրելիներ։ Մենք եկեղեցին դա Քրիստոսի մարմինն է այս երկրի վրա։ Եվ մենք պետք է անենք այն գործերը, ինչ որ անում էր Տեր Հիսուսը այս երկրի վրա։ Մենք քայլող Քրիստոսի մարմինն ենք այս երկրի վրա, մենք նրան ենք ներկայացնում այս երկրի վրա, սիրելիներ։ Եվ Աստված ասում է, ես մարդ եմ որոնել, մարդ եմ որոնում, փնտրում եմ ինչ-որ մեկին, ով որ կարձագանքի ինձ։ Ռենարդ Բոնկեն, երբ որ Աստված կանչեց, հանկարծ Ռենարդ Բոնկեն ինքն էլ ուզում էր հրաժարվել, չեմ հիշում քանի անգամ, Արտակը երևի կիմանա, քանի անգամ ասում է, Աստված Ռենարդ Բոնկեն ասում է, արդեն քանի անձնավորության ես մոտեցել եմ այս նույն կանչով, բոլորը հրաժարվել են։ Աստված մարդ է փնտրում։ Մարդ, ով որ կարձագանքի նրա կանչին, մարդ, ով որ կասի, ահա ես Տեր, ինձ ուղարկիր, ես եմ դա, ինձ ուղարկիր։ Աստված փնտրում է։ Եվ տեսեք, Աստված երբ որ ուզում էր Սոդոմ ու Գոմորը ավերեր, մարդ էր փնտրում։ Արդյոք կլինի արդար մեկը։ Աբրահամն ասում էր, միգուցե 50, չէ, միգուցե 40, 30, 15, չկար այդ արդար մեկը։ Արդյոք Աստված այն ինչ որ փնտրում է մեր մեջ ու իր տան մեջ, արդյոք գտնում է թե չէ։ Արդյոք կա այս գանձը մեր հողեղեն մարմնի մեջ թե չէ։ Ու ինչ էր փնտրում։ Առաջինը ասում է, պարիսպը շինող փնտրեց։ Պարիսպը շինող։ Ինչ է պարիսպը։ Պարիսպը մի բան է, որը պաշտպանում է թշնամիներից։ Պարիսպը մի բան է, որ նաև պաշտպանում է չար գազանների մուտքը դեպի քաղաք։ Մենք հիշում ենք, երբ որ Նեհեմիայի գրքում նա եկավ Երուսաղեմը վերականգնելու, առաջին գործը ինչ որ նա արեց, ինչ արեց։ Պարիսպները շինեց, սահման դրեց, պաշտպանեց, որպեսզի թշնամին ներս չմտնի, որպեսզի չար գազանները ներս չմտնեն, չհոշոտեն, չվնասեն, թե մարդկանց, թե իրենց ունեցածը։ Երբեմն սահմանները խախտում ենք, եւ դու ասում ենք, «Էս ինչի էս չար գազանը ինձ վնասեց»։ Երբեմն սահմանները անցնում ենք եւ սահման չենք դնում ու ասում ենք, ինչու թշնամու կողմից հարվածվեցի։ Սահման կա, որ պիտի կառուցենք, սիրելիներ։ Պատ կա, որ պիտի դնենք, տեղեր կա, որտեղ չպիտի լինենք, զրույցներ կա, որոնց չպիտի մասնակից լինենք, բաներ կա, որոնք չպիտի նայենք։ Առաջին գործը, որ Աստված ասում էր, ես փնտրեցի մարդ, ով որ պարիսպը կշինի։ Արդյոք ես դու կլինենք այն մարդը, ով որ կարձագանքի ու կասի, Տեր, ես իսկապես ուզում եմ այդ շինարարության մեջ լինել, ես իսկապես ուզում եմ այդ սահմանները դնել։ Մենք գիտենք հին ժամանակներում, երբ որ այսպիսի լեգենդ կա Տրոյայի մասին, փորձում են հույները, կարծեմ, Տրոյան գրավել ու չէր ստացվում։ 10 տարի շարունակ փորձում էին գրավել ու չէր ստացվում։ Ինչն էր պատճառը։ Պատճառը, որտեղ պարիսպները ամուր էր։ Եվ մենք գիտենք, թե թշնամին ոնց կարողացավ նրան գրավել։ Թշնամին ուղղակի ներսից քայքայեց։ Բայց քանի որ պարիսպները պինդ էր, ոչ մի կերպ նա չէր կարողանում ներս մտնել։ Հնարավոր չի վերապրել արթնություն չբացելով մահվան պատճառը, սիրելիներ։ Հնարավոր չի արթնություն ունենալ, հնարավոր չի աստվածային կյանքի վկայությունը մեր մեջ ունենալ, եթե չբացահայտենք մահվան պատճառը։ Երբեմն ասում ենք, Տեր, աղոթում եմ ու ճեղքում չկա։ Տեր, այսքան տարիներ գնում եմ եկեղեցի ու ոչ մի առաջընթաց չկա։ Սիրելիներ, մահվան պատճառը պիտի գտնենք։
Սահմաններ կա, որոնք չպիտի անցնենք։ Բաներ կա, որոնց հետ պիտի պատ դնենք։ Այո, այսօր քեզ ուզում եմ ասել, հարաբերություններ կա, որոնք պիտի կտրես։ Բա ոնց կլինի, բա մարդիկ իմ մասին ինչ կասեն, ոչինչ թող ասեն։ Տիրոջ խոսքը ասում է, ցաղ ձեռքդ գայթակղեցում է, կտրիր մի կողմ գցիր։ Ավելի լավ է առանց մի ձեռքի մտնել երկնքի արքայություն, բայց մտնել։ Սա է ավետարանը մեզ ասում։ Սա է ավետարանը մեզ ասում։ Մենք ընտրությունների բան ունենք։ Եվ Աստված այսպիսի մարդկանց է փնտրում։ Մարդիկ, ովքեր սրան կարձագանքեն եւ Աստծո կանչին կարձագանքեն ու կգործեն նրա համար։ Հնարավոր չի ապրել այդ արթնությունը սիրելիներ, երբ որ եթե չբացահայտենք մահվան պատճառը։ Անհրաժեշտ է զատվել այս աշխարհից, սահմաններ դնել այս աշխարհի հետ։ Գիտեք, մենք պետք է առանձնացնենք մեղքը։ Մենք պետք է գույները տարբերենք։ Մենք չպետք է լղոզենք այս ամենը։ Մենք պետք է հասկանանք մեղքը մեղք է, սրբությունը սրբություն է։ Մենք պետք է սրանց տարբերությունը տեսնենք։ Չպիտի աշխարհին նմանվենք։ Չպիտի աշխարհը գա մեր մեջ, այլ մենք այս աշխարհի մեջ պիտի քայլենք որպես Քրիստոսի կյանքի վկայությունը ունեցող մարդիկ, որ մարդիկ մեր մեջ տեսնեն Քրիստոսի կյանքի վկայությունը։ Ամեն։ Դատավորաց գրքում մի պատմություն կա 9-րդ գլխում։ Աբիմելեքի մասին է ասում։ Աբիմելեքը զորավարներից մեկն էր եւ քաղաքներ զավթելուց հետո հանկարծ հասավ մի աշտարակի, որը ուզում էր գրավել եւ արդեն երևի թե ոգևորվել էր, որ մեծ հաղթություններ է ունեցել եւ որոշեց, որ այս աշտարակը գրավի, բայց քանի որ շատ մոտեցավ այդ աշտարակին, շատ մոտեցավ։ Մի կին, տկար մի անոթ, նայեց վերևից, ինձ համար դժվար է վերևից նայելը, նայեց վերևից, մտածեց մի հատ թթվի քար գտավ, մտածեց գցեմ, Էդգարն ասեց, այդ ձև, գլխին, ու այս մարդու գլուխը բացվեց, ինչու սա եղավ, նա զորավոր մեկն էր, մարդիկ նրանից վախենում էին, հազարավորների ջարդել էր, քաղաքներ էր գրավել, Աստված նրան օգտագործել էր, բայց ընդամենը սահմանը հատելու արդյունքում, քանի որ շատ մոտեցավ այն ինչին չպիտի մոտենար, մահացավ սիրներ։ Քանի որ շատ մոտեցավ այն ինչին չպիտի մոտենար, մահացավ։ Մահը գալիս է մեր կյանքի մեջ, երբ որ մենք սահմանները հատում ենք սիրներ։ Ու դու տեսնում ես, դու քայլում ես, դու եկեղեցի ես գնում, բայց կարծես թե չես կենթանանում, կարծես թե կյանքը չկա քո մեջ, ինչի, որտեղ սահմաններ ենք հատում։ Այսօր ուզում եմ նորից հարց տալ, որտեղ ես։ Որտեղ ես։ Մենք զորություններ ենք ուզում, բայց շատ կարևոր պայման կա, որտեղ ենք մենք։ Որտեղ ենք մենք։ Երկրորդ բանը, Եզեկիել գրքում ասում է, Պարիսպը շինող եւ խրամատում կանգնող փնտրեցի։ Ովքեր են այդ մարդիկ, ովքեր կանգնում են խրամատում։ Դրանք աղոթող, պատերազմող եւ այո, բարեխոսող մարդիկ են։ Մարդիկ, ովքեր աղոթքի մեջ հարատևում են, մարդիկ, ովքեր պատերազմում են, մարդիկ, ովքեր բարեխոսում են։ Ու հիմա գիտեք, հարցը ամենևին այն չի, թե քանի տարվա հավատացյալ ենք մենք, նախկինում ինչ հաղթություններ ենք ունեցել, մեր հայտնության տետերը ինչքան հաստ է, Աստված մեզ ինչքանով է օգտագործել կամ չի օգտագործել, քանի հոգի եմ միջոցով ապաշխարել, հարցը սրանում չէ, հարցը ուրիշ բանում է, արդյոք այս աստվածային կյանքի վկայությունը դեռ վառվում է մեր սրտի մեջ, թե ոչ, արդյոք զոհասեղանի վրա կրակը դեռ վառվում է, թե ոչ, Տիրոջ խոսքը ասում է, փայ չլինելիս կրակը կմարի, մի ուրիշ տեղ ժողովող գրքում է կարծեմ ասում է, երբ որ կացինը բթացել է, պետք է ուժ գործադրես, ինչ է սա նշանակում սիրներ, մենք երբեմն բաներ կա, ուզում ենք մթնոլորտներ կա, ինչ որ գործեր կա, որ ուզում ենք անել, արդեն ուժի զորով ուժ ենք գործադրում, որ սա լինի,
Խաղաղություն ենք ուզում ձեռք բերել ուժի միջոցով։ Կյանք ենք ուզում ձեռք բերել ուժի միջոցով։ Ու չի ստացվում, որտեվ բթացել է, որտեվ կյանքի պակաս կա, ցավոք սրտի, մենք ամեն բան երբեմն անում ենք բացի աղոթելուց։ Մենք ուզում ենք հաջողություններ, բայց առանց աղոթքի կյանք ունենալուց։ Մենք մթնոլորտ ենք, երբ շատ եկեղեցիներ ցանկանում են եկեղեցու մեջ մթնոլորտ ապահովել արդեն ոչ թե աղոթքով, այլ լուսային ու ծխային էֆեկտների միջոցով։ Բայց այնինչ մենք տարիներ առաջ մենք աղոթքով ենք ապահովել մթնոլորտ։ Այնինչ տարիներ առաջ մենք աղոթքով ենք զավթել, գրավել, հոգիներ շահել։ Իզուր են մեր բոլոր կազմակերպչական գործերը, եթե չկա այդտեղ աստվածային կյանք։ Ամենալավագույն միջոցառումը կարող ենք կազմակերպել, բայց եթե չկա աստվածային կյանքը, ամեն բան զրո է։ Մովսեսը այնքան խորն էր դա հասկացել, որ աղաղակում էր Տիրոջ ու ասում էր. միայն թե ես չեմ գնա, եթե քո ներկայությունը չկա ինձ հետ։ Ես չեմ գնա, Տեր։ Ինչ է տալիս այս աստվածային կյանքը։ Այս աստվածային կյանքը արթնություն է բերում։ Այս աստվածային կյանքը արթնություն է բերում։ Մի ալարիր սիրելիս ծնկներիդ կյանքը վերանորոգելու։ Մի ալարիր աղոթքիդ կյանքը վերակառուցելու։ Տեսեք, որ Սավուղ թագավորը իր ամբողջ թագավորության ընթացքում ինքը երբեք չմտահոգվեց Տիրոջ ներկայության ուխտի տապանակի վերադարձի համար։ Դավիթը հենց եկավ թագավորության առաջին բանը, որ արեց, ուխտի տապանակը ցանկացավ բերի։ Եվ մենք գիտենք ճանապարհին բերեցին, սխալ բերեցին, ոզան ինքը կպավ եւ մահացած ընկավ եւ տարան ինչ-որ մեկի տուն, որ այդպես էլ այդ մարդու անունը ես թեցե չսովորեցի։ Ինչ։ Զավենի մոտ շատ լավ աստացում այդ անունը։ Աբդեդոմի տուն։ Աբդեդոմի տուն տարան։ Ու ինչ կատարվեց։ Աբդեդոմի տունը սկսեց օրնվել։ Այնքան օրնվեց, որ սկսեցին, չգիտեմ, առատություն, կենդանները առատությամբ ծննդաբերում էին, հարևանները տեսան, հայ մարդ, մենք ցանում ենք, նորմալ չենք հնձում, ես Աբդեդոմը ցանում է տասնապատիկ հնձում է, իրա ոչխարները շատանում են, ուղտերը ջայել երիտասարդ են մնում, չեն ծերանում, ես ինչ հա կատարվել, ու այդ կարճ ժամանակվա ընթացքում, կարծեմ 2 ամսվա ընթացքում, լուրը հասավ թագավորին, մեկ է վարչապետը եկավ իր պատվիրակությունով, ասում է, ինչ հա կատարվում, Տիրոջ ներկայությունը այդտեղ էր, Տիրոջ ներկայությունը այդտեղ էր, Տիրոջ ներկայությունը, հիշիր, խնդրում եմ սիրելիս, հիշիր քո կյանքի լավագույն օրերը, հոգևոր լավագույն օրերը, մի հատ եկեք մի պահ մտովի հետ գնանք, այն արթնության օրերը, որ ես ու դու ունեցել ենք, այն աղոթքի կյանքը, որ դու ունեցել ես, այն հաջողությունները, այն հաղթությունները, ինչքան լավ էր, որ անընդհատ Տիրոջ ձայնը լսում էր, նրանով առաջնորդվում էր, նրանով լցված էր, օրդ բացվում էր ուշք ու միտքդ միայն Տիրոջ ներկայությունը փնտրելն էր։ Հիշիր ոնց էր աղոթում, հիշիր ոնց էր Աստծո խոսքը ուտում, հիշիր ոնց էր վազում, որ գնաս եկեղեցի։ Ուզում քեզ մի բան ասել։ Աստված հենց դա է ուզում, որ դու վերականգնես։ Հենց դա։ Դա քո լավագույն օրերն են եղել։ Վերականգնիր այս օրերը։ Աղոթող մարդկանց է Աստված փնտրում սիրելիներ, ովքեր կկանգնեն խրամատում, ովքեր կկանգնեն ու կբարեխոսեն ու կպատերազմեն։ Մենք պատերազմելու կարիք ունենք։ Իրար համար հետաքրքիր մարդիկ ենք մենք, մեկս մյուսից մեջ ինչ-որ թերություն ենք գտնում, փոխարեն աղոթելու այ մարդ սկսում ենք իրարից բամբասել։ Մեկ էլ ասում ենք, բա որ ասում էի, որ ես վաղոն ես ձևա, դուք էլ ասում եք, չէ, հակառակն եք ինձ համոզում։ Տեսակ, անգամ մենք ոչ թե բամբասում ենք, քննադատում ենք, այլ քննարկում ենք։ Հոգևոր փաթեթավորված սիրուն պատասխան։ Չէ, տեսնում ես տկար եմ աղոթիր ինձ համար։ Այսօր ուզում եմ առիթից օգտվելով ասեմ, աղոթեք ինձ համար։ Ես դրա կարիք շատ ունեմ։ Աղոթենք իրար համար։ Մեր երեխաների համար ինչքանով են կանգնում խրամատում ու պատերազմում,
Ասել եմ ու ելի կասեմ սիրելիներ, այն մարտահրավերները, որ մեր երեխաները ունեն այսօր մեր մարտահրավերների նման չէ։ Նրանց մարտահրավերները ուրիշ են։ Կանգնենք աղոթքով նրանց համար, պատերազմենք նրանց համար։ Լինենք այնտեղ, որտեղ որ Աստված է ուզում, որ մենք լինենք։ Որտեղ որ Աստված է ուզում, որ լինենք։ Բայց տեսեք Մարգարոյցյան այս վերջի խոսքերում ինչ է ասում։ Մարդ փնտրեցի, ով որ Պարիսպը կշինի եւ խրամատում կկանգնի, բայց ցավալի մի պատասխան է Աստված տալիս, ասում է ես չգտա։ Արդյոք Աստված փնտրում է իմ ու քո մեջ ու մենք արձագանք չենք տալիս նրան։ Արդյոք Աստծո կանչը այսօր կա մեր կյանքի մեջ ու մենք նրան ասում ենք ոչ։ Միգուցե բառերով չենք ասում, բայց արարքներով սիրներ։ Ինչ է մեր սիրտը նրան ասում, արդյոք պատասխանն է մեր այո Տեր, ահա ես ինձ ուղարկիր։ Մարգարեն մի խոսք եղավ, ասեց ում ուղարկեմ, ով կգնա։ Ու Մարգարեն ասեց ահա ես Տեր, ինձ ուղարկիր։ Արդյոք մենք ուզում ենք, որ Տերը մեզ ուղարկի։ Միգուցե դու ասես ես ով եմ, որ Աստված ինձ օգտագործի։ Լավ է, որ հասկանում ես, որ դու ոչ մեկն ես։ Դա արդեն օրհնություն է։ Երբ որ մենք վերջացնում ենք, Աստված սկսում է։ Ամեն, հալելույա։ Երբ որ մենք վերջանում ենք, Աստվածը տեղ սկսում է։ Եվ հենց այդ ոչնչություններին է Աստված օգտագործում։ Ու այդ երկու բորոտի միջոցով Աստված մի ամբողջ Իսրայել ազգի կերակրեց սովի ժամանակ, ոչինչ մարդկանց միջոցով։ Եվ Տերը Մովսեսին ասեց, երբ որ ուղարկում էր Մովսեսին, Էդգար ջան, Մովսես արդեն ուզում էր արդարանալ, ասում էր. Տեր, դե ես ոնց կարամ գնամ, արդեն թոթովախոս եմ, բայց Եբրայեցիս թուղթը ներկայացնում է, չէ՞ որ նա լեզվով ճարտարախոս էր։ Հիմա արդեն արդարանում եմ, ոնց կանեմ, որովհետև 40 տարի այնքան արդեն մաշվել ու ոչնչացել էր։ Ոնց գնամ փարավոնի առաջ կանգնեմ, Տերը ասավ, այդ ի՞նչ է ձեռքիդ։ Էս գավազան է։ Ես գավազանով աներոջս ոչխարներն եմ արածացնում, չոշ եմ անում, հանում եմ։ Ինչ որ բաներ եմ, էլի գործողություններ եմ անում։ Հենց այդ ձեռքիդ ինչ որ կա, մեռած երկրպագությունդ կարամ օգտագործեմ։ Մեռած աղոթքիդ կյանքը կարամ օգտագործեմ։ Քո պերաշկի սարքելը կարամ օգտագործեմ։ Քո փոքր գործերը ես կարամ օգտագործեմ։ Հենց այդ չորացած գավազանը ես կարամ այնպես անեմ, որ թշնամու օծերին, վիշապներին կուլ կտա։ Հենց այդ գավազանն է, որ ես կարամ օգտագործեմ, որ կարմիր ծովը ճեղքվի։ Ամեն։ Ինչ ունես քո ձեռքում, հենց Աստված դա կարա օգտագործի։ Ես որ նորից ուզում եմ հարցնել, որտեղ ես գտնվում։ Որտեղ ես գտնվում։ Ես ափսոսում եմ սերներ, որ երբեմն այնքան ենք տարվում այս աշխարհի տարբեր տարատեսակ հոգսերով ու խնդիրներով, որ մենք չորանում ենք։ Սերմնացանի առակում 4 տեսակ սերմի մասին է խոսում, եւ մի տեսակ սերմի մասին, որ խոսում է, տեսեք, մեկը ընկավ ճամփեզրին, թռչուններ եկան կերան, այդպես էլ սերմը չեղավ, այն մյուս տեղը քարքարոտ տեղը եւ քանի որ արմատը քիչ էր գնացել, չորացավ ու գնաց, մյուսը գիտենք, որ բազմացավ ու բերեց, այն մյուսը ընկավ փշերի մեջ։ Արմատ կար, աճեց, բայց պտուղ չտվեց։ Ինչու՞։ Որովհետև Տիրոջ խոսքը մեկնաբանում է. այս աշխարհի հոգսերը եւ հարստության խաբեությունը խեղդեցին նրան եւ անպտուղ դարձրեցին։ Եվ այսօր կան երկու տեսակ հավատացյալներ՝ մարմնավոր հավատացյալներ եւ հոգեվոր հավատացյալներ։ Մարմնավոր հավատացյալները, ովքեր որ Ալելույա, փառք Տիրոջը, եկեղեցում ենք, ծառայում ենք, բայց այս երկրի վրա այս երկիրը մերն է։ Այս երկրի մեջ մենք մեզ լավ ենք զգում։ Բայց Տիրոջ խոսքը այլ պատկեր է ասում է դուք օտարներ ու պանդուխտներ եք այս երկրի վրա։ Դուք ձեզ նայեք որպես օտարներ ու պանդուխտներ, որ մեկ օր պիտի գա Տերը ու գնալու ենք նրա հետ։ Ամեն։ Ում սիրտն է սրան սպասում։ Բայց քանի դեռ մենք այս աշխարհի վրա ուզում ենք մեր թագավորությունը կառուցել, այս աշխարհի հոգսերը, հարստության խաբեությունը անպտուղ են դարձնում։ Տիրոջ խոսքը եղավ Ադամին, ասեց. Ուր ես Ադամ, ուր ես Ադամ։
Ես ուզում եմ այս խոսքը քեզ ասել։ Ուր ես։ Արեն ջան, ուր ես։ Տարոն ջան, ուր ես։ Ամեն մեկս ուր ենք։ Եկեք ամեն մեկս մեզ այս հարցը տանք։ Սերն դուք հասկանում եք ես ինչ եմ ձեզ ասում։ Ես գիտեմ, որ դու քո սրտի խորքում շատ լավ հասկանում ես քեզ ինչ եմ ասում։ Որտեղ ես։ Ինչ հոգևոր վիճակում ես։ Արդյոք այնտեղ ես, որտեղ Աստված ուզում է, որ դու լինես, թե ոչ։ Այս կյանքը շատ արագացնելու է։ Շատ արագ, շատ։ Մեծ ասակներ վկայեք դրա մասին, այս կյանքը արագացնում է։ Որտեղ ենք մենք մեր հանգստությունը գտնում, որտեղ ենք մենք ուզում լինել։ Արդյոք այս կյանքի վկայությունը մեր մեջ կա թե ոչ։ Որտեղ ես, ինչ հոգևոր վիճակում ես։ Հարցրու Տիրոջը, արդյոք Տեր, ես այնտեղ եմ, որտեղ որ պիտի լինեմ։ Ուր ես, Ադամ, ասեց Տերը, որտեղ Ադամը հենց մեղ գործեց իր տեղը փոխեց։ Ուր ես, Ադամ։ Մեղքը մեզ հեռու է տանում Տիրոջից, սիրելիներ։ Մեղքը մեզ հեռացնում է այնտեղից, որտեղ որ մենք պիտի կանգնած լինենք ու պատերազմենք ու ծառայենք Տիրոջը։ Ուր ես։ Արդյոք քո կանգնելու տեղում ես, թե ոչ։ Բայց Տիրոջ խոսքը ասում է, ես փնտրեցի, բայց չգտա։ Նորից եմ ուզում ասել, Աստված փնտրում է տղամարդկանց ու կանանց, ովքեր նրա կանչին կարձագանքեն ու կասեն, ահա ես Տեր։ Ահա ես Տեր, ինձ օգտագործիր, ահա ես Տեր, ինձ ուղարկիր։ Ուր ես Պետրոս։ Պետրոսը հենց մեղք գործեց, նորից գնաց ծովեզրի մոտ, այնտեղ որտեղից որ Աստված իրեն կանչել էր։ Աստված նրան մոտեցել էր ու ասել էր, թող ամեն բան արի իմ հետևից։ Չգիտես ինչի մեղքը մեզ նորից հետ է տանում, սիրներ, նորից հետ է տանում։ Ուր ես Պետրոս։ Ես քեզ ասել էի, դու վեմ ես, որի վրա ես պիտի կառուցեմ իմ եկեղեցի եւ դժոխքի դարպասները չեն կարող հաղթահարել նրան։ Աստված ամեն մեկի սրտին խոսք ունի խոսացած, նա խոստումներ ունի տված։ Հիշիր այն, ինչ որ Աստված քեզ հետ խոսացել է։ Հիշիր այն հաղորդակցության ժամանակ, երբ որ Տերը քո սրտի հետ խոսում էր ու դու նրան խոստումներ էր տալիս։ Որտեղ ես։ Որտեղ ես ու որտեղ ես քո հանգստությունը գտնում։ Ուր ես Մովսես։ Քո տեղը այնտեղ չի, որտեղ որ դու ընտրել ես։ Քո գործը աներոջը թո Տերը արածացնելը չի։ Քո գործը ուրիշի գործը անելը չի, քո գործը այն է, ինչի համար ես քեզ կանչել եմ։ Քո գործը դա է։ Որտեղ ես։ Միշտ չի սերներ, հեշտ չի Հիսուսի հետևից գնալը։ Ախր Տիրոջ խոսքը ասում է, նեղ է այդ դուռը, ու շատ քչերն են այդ դռնով մտնում, որովհետև նեղված է այս դուռը, սերներ, այս դուռը միշտ չի, որ մեր ուզած բաները մեզ տալիս է։ Հիսուսի հետևից գնալը մենք մտածում ենք, բայց ձեռքբերումներ եմ ունենալու, բայց հակառակն ա լինում։ Ես չեմ պատմի իմ մասին, բայց մի բան կասեմ։ 2 տարի առաջ, երբ որ այս առաջարկը եղավ Երևան տեղափոխվելու, այս 2 տարիների ընթացքում երևացող կողմից ես միայն կորցնում եմ։ Բայց երկնային տեղից ու հոգևոր տեղից ես ձեռք եմ բերում։ Որտեվ Տիրոջ խոսքը մի հրաշալի մի բան է պատմում, ասում է, այն մարդը, ով որ արտի մեջ գանձը գտնում է, ինչ որ ունի գնում է վաճառում է, որպեսզի այս արտը ձեռք բերի, որովհետև այդ արտի մեջ գանձ կա։ Մեր գանձը պիտի լինի Հիսուսը։ Նրան գտնել, նրան ունենալը, նրա հետևից գնալը։ Մի թող որ այս աշխարհը քեզ խաբի։ Մի թող որ այս աշխարհի երևացող գունավոր բաները քեզ խաբեն, անգամ հոգևոր անուններ դնելով սրանց։ Սերներ, ում ենք ներկայացնում մենք, բավարար է ինչքան ներկայացրել ենք, թե որտեղ ենք եղել, ինչ ենք կերել, ինչ ենք հագել, ժամանակն է ներկայացնելու Քրիստոսին։ Մեր կյանքը պիտի ներկայացնի Քրիստոսին, մեր խոսքը պիտի ներկայացնի Քրիստոսին, մեր քարոզը պիտի ներկայացնի Քրիստոսին, մեր ծառայությունը պիտի ներկայացնի Քրիստոսին։ Որտեղ ես, ուր ես ուզում լինել։
Շատ կար ժամանակ նորից կրկնում եմ, մենք կգնանք, կտեղափոխվենք, սերներ Տիրոջ խոսքը ասում է, աչք փակել բացելու պես ամեն ինչ անցնում է։ Երբ որ ես առաջարկ եղավ գնալու ծնողներիս հետ խոսեցի ու ասեցի, ինչ եք ասում։ Գնամ թե չէ։ Ասում լավ էլ եք ապրել, վատ էլ եք ապրել։ Տարիները ձեր անցել է, ինչ եք ինձ ասում։ Որտեւ ես հասկանում եմ, որ գնամ, ես շատ բաներ կորցնելու եմ։ Երևացող կողմից եմ նորից ասում։ Փառք Տիրոջի եմ ծնողների համար ինձ ասեցին միանշանակ գնա ու Տիրոջ կանչին արձագանքի։ Այս կյանքը, որտեւ իմ հայրը մի բան էր ասում, տարիները արագ անցավ, ոչինչ էլ չհասկացանք։ Ամեն բան Տիրոջ խոսքը ասում է կրակը փորձելու է։ Փայտ եղեք, այրվելու է, բայց ոսկին, երբ որ կրակը փորձում է, ավելի է զտվում, ավելի է մաքրվում սիրներ։ Գիտեք, մի պատմություն կա, մի եղբայր է պատմում, ասում է, այդ պատմության մեջ ինչ-որ մի հատ երկրում են լինում, որ ինչ-որ մեկը այդպես վճարովի աշխատանք անելուց է լինում, եւ նրան մետաղադրամ են տալիս ու այդ մետաղադրամից ինքը ինչ-որ զարդ է պատրաստում, կարծեմ մատանի է պատրաստում։ Եվ ասում է, տվեցին նրան այդ մետաղադրամը, գցեց այդ տարայի մեջ ու կրակի վրա դրեց ու սպասում ենք։ Ասում է, այս եղբայրն ասեց, ես չի պատրաստվում, շտապում եմ էլի։ Ասեց, չէ, մի քիչ սպասի։ Ասում մի քիչ էլ սպասեցի, մի 5-10 րոպե նորից ասում ես, շտապում եմ էլի, խնդրում եմ, մի քիչ արագացրեք։ Չի եղնում, ասում է, չի, ասում է, լավ, բա երբ կլինի։ Ասում է, այն ժամանակ պատրաստ կլինի, երբ որ ես իմ արտացոլանքը տեսնեմ այդ մետաղադրամի մեջ։ Երբ որ Քրիստոսի արտացոլանքը կլինենք ես ու դու, երբեմն կարիք կա կրակներով անցնելու, որպեսզի Քրիստոսի արտացոլանքը լինենք, որպեսզի Աստվածային կյանքը մեր մեջ բնակվի։ Շատ հեշտ է զորությունները ունենալ, որտեղ սա երևացող բան է, որտեղ սա փառավոր բան է։ Ինչքան լավ կլինի հիվանդի վրա ձեռքս դնեմ, բժշկվի, մեռելը հարություն առնի, դևերից ազատագրվեն։ Սա լավն է, սա երևացող է, բայց կրակի մեջով անցնելը այդքան էլ ցանկալի չէ, սիրելիներ, այդքան էլ ցանկալի չէ։ Ես ուզում եմ քեզ ասել, արթնացիր։ Այս աշխարհը մեզ խորը քնաբեր է տվել, սիրելիներ, եւ մեզ քնացնում է։ Մեզ քնացնում է ցույց տալով կարծես թե ամեն բան նորմալ է, այսպես սառած հոգեվոր վիճակը լավ է։ Բայց երբեմն մենք դառնում ենք մեխանիկական հոգևորներ, որտեղ անում ենք, որտեղ պիտի անենք։ Բայց աստվածային կյանքը մեր մեջ չկա։ Աղոթքը վերականգնելու համար ուժ է անհրաժեշտ։ Սուրբ Գիրք կարդալու համար ինքդ քեզ պիտի համոզես։ Եկեղեցի գալու համար հավես չենք ունենում։ Ինչի, որտեղ այս կյանքի վկայությունը մեր մեջ չկա, մենք ինքներս մեզ համոզում ենք, որտեղ այս աշխարհը նորից կրկնում եմ, մեզ քնաբեր է տվել ու քնացրել է։ Կարծես թե ամեն բան նորմալ է, բայց ոչ մի բան էլ նորմալ չի։ Կյանքի բացակայությունը կա։ Եկեղեցին, նորից եմ կրկնում, երկրի վրա նրա համար է, որ Քրիստոսին ներկայացնի։ Արդյոք մեզ հետ հպվելով Տիրոջն են հպվում, թե ոչ։ Արդյոք մեր խոսքերից Տիրոջն են հպվում, թե ոչ։ Արդյոք մենք օգտագործում ենք մեր սոցկայքերը եւ մեր կյանքը, մեր վկայությունը, մեր շփումները Քրիստոսին ներկայացնելու եւ նրա փառքը ներկայացնելու համար, թե ոչ։ Եկեք նրա ներկայացուցիչը լինենք։ Եվ դրա համար Տիրոջ հոգին հրեշտակը մտավ բանտ։ Պետրոսն էլ մուշ-մուշ քնել էր, ու Տերը նրան արթնացրեց։ Այսօր այն փափագն է, որ Տիրոջ հոգին ամեն մեկիս արթնացնի։ Եվ ասի արթնացիր։ Ես ինքս դրա կարիքն ունեմ, մտածում եք ես հաջողված եմ, չէ։ Ես ինքս քնում եմ, ես ինքս ընկնում եմ ու կարիք ունեմ, որ Տիրոջ հոգին գա ինձ հպվի, ասի արթնացիր, հերիք քնես, ժամանակն է վեր կենալու գործելու, ժամանակն է վեր կենալու գործելու, Աստված բաներ ունի տված քեզ, դու գիտես ինչ է քեզ տվել, դու գիտես ինչ արժեքներ է քո մեջ դրել, նա սպասում ունի, արդյոք հողի մեջ կթաղես ու կասես, դե ես գիտեի, որ դու խիստ թագավոր ես, որտեղ չես ցանում, այնտեղից հնձում ես, արդյոք այսպիսի արդարացումներ կասենք, թե կասենք Տեր, այն ինչ որ տվել էիր, կրկնապատկել եմ։ Միգուցե Պետրոսն ասում էր, «Էդ ուր ես գնում»։ Հրեշտակն նրան ասում էր, «Լուռ արի իմ հետևից»։ Բա չիմանամ ուր ես գնում։ Այ մարդ արի։ Բա արի։ Ուղղակի հնազանդվիր նրան։ Գնա նրա հետևից։
Աստված սպասումներ ունի։ Ամեն մեկից։ Ամեն մեկից։ Եվ այսօր ովքեր չգիտեին այս ճշմարտությունը, ովքեր լսեցին, ձեզ համար ավելի խիստ է լինում։ Մենք արդեն բոլորս գիտենք այս ճշմարտությունը։ Աստված սպասումներ ունի։ Եվ ես մի խոսք էլ մեջ բերեմ ու վերջացնեմ։ Եսայա մարգարության մեջ մի բան է ասում։ Ասում է ես եկա իմ այգին եւ փնտրեցի, որ խաղող քաղեմ, բայց ազոխի հանդիպեցի։ Դա չհասած խաղողն է։ Դառը ոչ պիտանի, ոչ մի բանի համար չի օգտագործում, ուղղակի թափվում է։ Աստված սպասում ունի։ Արդյոք ես ու դու որպես նրա այգին ինչ պտուղ ենք բերում։ Ինչ պտուղ ենք բերում, սիրուներ։ Աստված փնտրում է տղամարդկանց ու կանանց, երիտասարդների ու մեծահասակների, ովքեր կարձագանքեն ու կասեն ահա ես Տեր, ինձ ուղարկիր։ Եկեք կանգնենք աղոթքի։ Ես խնդրում եմ քեզ։ Այս աղոթքի մեջ ուղղակի արձագանքիր նրան։ Ես խնդրում եմ, արի այս աղոթքի մեջ ասենք Տեր, բաց իմ աչքերը եւ տեսնեմ արդյոք այնտեղում եմ, որտեղ պիտի լինեմ, թե ոչ։ Արդյոք բաներ կա, որ պիտի փոխեմ։ Տուր մեզ ուժ, Տեր, ավելին ընծայվելու քեզ։ Տուր մեզ ուժ, Տեր, տալու ավելին քեզ։ Տուր մեզ ուժ, ոչ թե մի մասը մեզ պահենք, մի մասը քեզ, այլ 100% քեզ ընծայվելու, Տեր։ Տեր, դա հեշտ չի։ Բայց իմ աղոթքն է քեզ ուժ տուր մեզ, սիրտ տուր մեզ, Տեր։ Գալու քո հետևից, թողնելու ամեն բան։ Տեր, աղաչում եմ, զորացրու մեզ, ուժ տուր մեզ ընծայվելու։ Դու տեսնում ես ամեն սրտի աղաղակ, Տեր։ Դու տեսնում ես ամեն սրտի կանչ, Տեր։ Եվ մեր աղոթքն է քեզ, ով բարձրյալ, մեր ձեռքերն ենք ուղղել քեզ, մեր հայացքները քեզ, ուժ տուր մեզ ընծայվելու քեզ։ Ուժ տուր մեզ չթմրելու, իմ Աստված, այս աշխարհի տված քնով, չքնելու, Տեր իմ Աստված, այլ նորովի հանձնվելու քեզ, ընծայվելու քեզ։ Ով փառքի Հայր, մենք քո կարիքն ունենք։ Ով փառքի Հայր, մենք քո կարիքն ունենք, քո կարիքն ունենք, քո կարիքն ունենք, Տեր։ Բարձրացրու սիրելիս քո ձայնը Տիրոջը։ Բարձրացրու քո ձեռքերը նրան ու ասա ահա ես Տեր, ինձ ուղարկիր։ Ահա ես Տեր, ինձ ուղարկիր, ահա ես Տեր։ Ես այդ քիչերից լինեմ, ովքեր կարձագանքեն ու կասեն ահա ես Տեր։ Թող ես նրանցից լինեմ, որ դու կգաս ու կփնտրես, կգտնես, Տեր իմ Աստված, եւ նրանցից մեկը ես կլինեմ, ով բարձրյալ։ Նայիր մեր տկարությանը, Տեր։ Նայիր մեր տկարության ու այցելիր մեզ, ուժ տուր մեզ, կարողություն տուր մեզ, Հիսուս։ Հալելույա։ Մեր կյանքը քեզ ենք տալիս, Տեր։ Քեզ նվիրում սիրտային, քեզ մանցայում կյանքային, քեզ
Քեզ եմ նվիրում Քեզ եմ նվիրում սիրտերին Քեզ եմ ընծայում կյանքային Քեզ եմ նվիրում սիրտերին Քեզ եմ ընծայում կյանքային Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջովին